Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն! Այս տեսանյութում կցուցադրենք, թե ինչպես կառավարել տանկային ռոբոտի սերվո շարժիչը, որպեսզի այն կատարի շարժումներ 0 աստիճանից մինչև 180 աստիճանի միջակայքում, ինչպես նաև կծանոթանանք սերվո շարժիչի հիմնական կառավարման գործընթացներին։ Փորձը սկսելու համար մեզ անհրաժեշտ սարքերն ու սարքավորումներն են։ Արդեն հավաքված տանկային ռոբոտ։ Այն օգտագործվում է ուսումնական նպատակով և հնարավորություն է տալիս ուսումնասիրել միկրոկառավարիչների ծրագրավորումը։ Տանկային ռոբոտը կարող է կատարել տարբեր գործառույթներ, որոնցից են խոչընդոտներից խուսափելը, հեռակառավարումը և այլն։ Գործառույթները կարող են նաև ընդլայնվել արտաքին մոդուլներով։ USB մալուխ նախատեսված է միկրոկառավարիչը համակարգչին միացնելու համար։ Համակարգիչ անհրաժեշտ է ծրագրավորման համար։ Arduino IDE ծրագիրը։ Սա ծրագրային ապահովում է, որն օգտագործվում է Arduino միկրոկառավարիչների ծրագրավորման համար։ Ապահովում է միջավայր, կոդ գրելու, խմբագրելու, կոմպիլյացիայի և կոդը միկրոկառավարիչի մեջ բեռնելու համար։ Թե ինչպես հավաքել տանկային ռոբոտը կամ տեղադրել Arduino IDE ծրագիրը կարող եք տեսնել տեսանյութի նկարագրության բաժնում հղման տեսքով։ Փորձի ընթացքում մենք գործ ենք ունենալու տանկային ռոբոտի միկրոկառավարման տախտակի, սենսորների, միացման և շարժիչային վահանակների, ինչպես նաև սերվո շարժիչի հետ։ Միկրոկառավարման տախտակը տանկային ռոբոտի հիմնական կառավարման բաղադրիչն է, որը պատասխանատու է ռոբոտի բոլոր գործողությունների կառավարման, ծրագրավորման և գործառնականության համար։ Այն ծառայում է որպես ռոբոտի ուղեղ, որը միացնում է բոլոր բաղադրիչները և ապահովում նրանց աշխատանքը։ Միկրոկառավարման տախտակն ունի միկրոկառավարիչ, թվային և անալոգային մուտքեր, էներգիայի մատակարարման միացումներ, հաղորդակցության միջերես։ Սենսորների միացման վահանակը տանկային ռոբոտի կարևոր բաղադրիչն է, որն ապահովում է միկրոկառավարիչի և սենսորների, շարժիչների կամ այլ համակարգերի միջև կապը։ Այն օգտագործվում է տարբեր սարքերի միացման և դրանց միջև հաղորդակցության ապահովման համար։ Սենսորների միացման վահանակն ունի անալոգային և թվային արտաքին փիներ, լարման միացումների էներգիայի մատակարարման արտաքին փիներ, հողանցման արտաքին փիներ, հաջորդական հաղորդակցության մուտքեր և ելքեր, APC 220 փիներ և վերագործարկման կոճակ։ Սերվո շարժիչը հատուկ էլեկտրական շարժիչ է, որը նախատեսված է հստակ վերահսկելի դիրքի, արագության կամ ուժի ապահովման համար։ Օգտագործվում է ռոբոտաշինության և էլեկտրոնային այլ նախագծերում։ Սերվո շարժիչները սովորաբար ունեն միայն 0 աստիճանից 180 աստիճան անկյամբ շարժվելու հնարավորություն։ Տանկային ռոբոտի հետ աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը խիստ կարևոր է, քանի որ դրանք կարող են կանխարգելել ինչպես ֆիզիկական վնասները, այնպես էլ էլեկտրոնային սարքերի խափանումները։ Այդ իսկ պատճառով պետք է հետևել անվտանգության մի քանի կարևոր կանոնի։ Համոզվել, որ բոլոր միացումները ճիշտ են արված և միայն հետո միացնել էներգիայի աղբյուրը։ Ստուգել, որ բոլոր կապերը և միացումները ամուր են։ Ռոբոտը շարժման մեջ դնելուց առաջ համոզվել, որ ճանապարհն ազատ է խոչընդոտներից։ Ռոբոտի հետ աշխատելիս օգտագործել հարթ և անվտանգ մակերես։ Ձեռք չտալ ռոբոտի շարժիչներին կամ անիվներին, երբ ռոբոտը շարժման մեջ է։ Եթե սարքը ճիշտ չի աշխատում, նախ անջատել էներգիայի աղբյուրը, ապա հայտնաբերել խափանումները։ Եթե նկատել եք անսարքություն կամ կարճ միացման նախանշաններ, ծուխ կամ հոտ, անհապաղ անջատել ռոբոտը էներգիայի աղբյուրից։ Միայն բոլոր խնդիրները վերացնելուց հետո միացնել ռոբոտը։ Բացում ենք Arduino IDE ծրագիրը։ Յուրաքանչյուր նոր բացված ծրագիր կոչվում է Sketch։ Այն պահպանում ենք Save As տարբերակով։ Ծրագրի մեջ տեղադրում ենք արդեն պատրաստի ծրագրային կոդը, որը կարող եք գտնել տեսահոլովակի նկարագրության բաժնում, հղման տեսքով։
Ստուգում ենք ծրագրային կոդը, սեղմելով Verify կոճակը կամ կիրառելով Ctrl+R ստեղնաշարային բանալին։ USB լարի միջոցով միկրոկառավարիչը միացնում ենք համակարգչին։ Միկրոկառավարիչը համակարգչին միացնելուց հետո ընտրում ենք Tools, Boards, Arduino Uno, այնուհետև Tools, Serial Port, հրամանաշարը։ Ծրագիրը բեռնում ենք միկրոկառավարիչի մեջ, սեղմելով Upload կոճակը։ Արդյունքում էկրանին արտացոլվում է հաղորդագրություն Uploading։ Սա նշանակում է, որ ծրագիրը փոխանցվում է միկրոկառավարիչին։ Բեռնումն ավարտվեց, ծրագիրն արտածեց նոր հաղորդագրություն Done Uploading։ Սա նշանակում է, որ մենք արդեն կարող ենք ստուգել մեր համակարգի աշխատունակությունը։ Ըստ մեր ծրագրային կոդի, սերվոշարժիչը կատարում է դիրքափոխումներ 0 աստիճանից 180 աստիճանի միջակայքում։ Եկեք փոխենք սերվոշարժիչի շարժման արագությունը։ Դրա համար փոխում ենք Delay ֆունկցիայի արժեքը։ Ավելի արագ շարժվելու համար արժեքը փոքրացնում ենք, դանդաղ շարժվելու համար մեծացնում։ Փորձը ցույց տվեց, որ սերվոշարժիչը կարող է հեշտությամբ եւ ճշգրիտ կատարել դիրքափոխումներ, կախված մեր ծրագրային կոդից։ Սա կարևոր գործառույթ է ռոբոտաշինության մեջ եւ կիրառական է, երբ անհրաժեշտ է իրականացնել ճշգրիտ դիրքի փոփոխություն կամ շարժում։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։